մանկուց, մանկապարտեզից սկսել է նկարելու, բոլորին զարմացրել են դրանց գույները մշտապես, բայց հիմնականում նկարել սկսել է 6 տարեկանից, մեր պահարանի դռան վրա էր նկարում, ավելի մեծ տարիքում սկսեց նկարել ցեղասպանությունները, վերջի տարիներին սկսեց արդեն ազատ թեմայով նկարել, շատ սիրել եմ բոլոր գործերը, զգում ենք, որ մեջը շատ էներգիա կա։ Այստեղ ներկայացել եմ միայն վերջի շրջանի գործերը։ Սա թվով 40-րդ անհատական ցուցահանդես է, խորագիրը գույների սիմֆոնիա։ Այստեղ ներկայացվածները բոլորը տիեզեր, հոգևոր, պորտրետներ, տարբեր թեմաներ։ Իմ ամենասիրելի նկարը վաղը կհայտնվի մոլբերտի վրա, նոր նկարելու եմ։ Ամենասիրելին այն էր, որ 3 էի նկարել, այսօր սիրելին կդառնա այն նկարը, որ նոր է ստեղծվելու։ Դե այստեղ կերակշռում է տեղինը կարմիրը, բայց դա զգացողություն է, տվյալ պահին իմ զգացողությունները այդ գույներն են տվել, քանի որ դա եմ զգացել։ Իմ համար բոլոր գույները սիրուն են եւ սիրելի։ Ես գույնով եմ զգում ամեն ինչը, այս կյանքում իմ համար գունային է զգացողությունները։ Մարդկանց ամեն ինչը, ինչ շրջապատող, ամեն ինչ ես գույնով եմ զգում։ Ես որ եկել եմ այս աշխարհ, իմ, այսպես ասեմ, միսիան նկարելն է եւ ես չեմ կարող չնկարել ուղղակի։ Եվ մեծերին եկել ապոխել ավելի երիտասարդ սերունդ, որը պահպանում է այդ ավանդույթը գուներ, սիրուն, կյանքով, արևով լիք։ Ես շնորհավորում եմ քեզ, շատ հաճելի է ես տեսնել մեր թանգարանում։ Ճիշտն ասած, առաջին հայացքից, որ մտա ներս, կարծես հեքիաթային աշխարհում լինեի։ Գույների բազմազանությունը, դեղինը շատ ներգրավված է կտավների մեջ, որը ինձ շատ դուր եկավ, նայում ես ու չես հագելում նկարների, գույները ապրեցնող են մի տեսակ։ Այսօր այս սրահում իմ զգացողություններն ավելի բազմազան են, որովհետև գույներն են առատ, իսկ գույնը ինքնին երաժշտություն է։ Հագելու եմ երբեմն աչքերս այդ կտավի առջև, ընդունելու եմ կտավը իմ ներքն աշխարհում եւ լսելու եմ համապատասխան երաժշտություն։ Ամեն մեկ նկարիչ իր ոճը ունի, Փաթրաչյանի ոճը ավելի գույներու խաղերով շատ ավելի գտարբերի ուրիշ գծակիչներով։ Գույնի զգացողությունը մաքուր հայկական է, եւ այստեղ ես զգացի, որ գույնի զգացողությունը չափազանց ուժեղ է։ Մի քանի աշխատանք ինձ ուղղակի հիացրեցին, որտեղ նա կարողանում է մի 2 գծով քիթ, աչքեր, բերանը ստեղծել մարդու ինչ որ այդպիսի բնավորություն, որը չի ասի, որ տիպաբանական է, այլ նույնիսկ խորը հոգեբանական։ Այստեղ ինձ թվում է, որ այդ նկարչի գույնի եւ գծի եւ մտքի այդ խառնուրդը ի վերջո կտա այն արդյունքը, որի մասին մենք արվեստաբաններս միշտ երազում ենք ունենալ այդպիսի նկարիչ